պայմանագրերը երաշխավորում են եկեղեցու ներքին ինքնակառավարման իրավունքը։ Արգելվում է պետական մարմիններին կամ պետության ընդհանրապես միջամտել եկեղեցու ներքին գործերին։ Սա ուղղակի ամրագրված է նաև մեր օրենքներով։ Ինչու է այդպես, որովհետև չի կարող պետությունը միջամտել այն հարաբերություններին, որը իրավունքով չի կարգավորվում։ Այս մասով առիթ ունեցել եմ խոսելու, բայց կկրկնվեմ, ուրեմն տեսեք, եկեղեցու ներքին կյանքում կան իրավիճակներ եւ կան հարաբերություններ, որոնք չեն կարող, ուղղակի տրամաբանորեն չեն կարող իրավունքով կարգավորվել։ Մենք լավ գիտենք, որ միջազգային իրավունքը նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը օրինակ արգելում է, այսինքն սահմանում է խտրականության արգելքի սկզբունքը։ Այսինքն չի կարելի սերով պայմանավորված խտրական վերաբերվել օրինակ կանանց։ Մինչդեռ դուք լավ գիտեք, որ եկեղեցական կյանքում կանանց շատ հարցերում ուղղակի արգելված է որոշակի կարգավիճակներ ունենալ, որոշակի գործողություններին մասնակցել։ Օրինակ, կինը չի կարող եպիսկոպոս դառնալ, կինը չի կարող, այո, քահանագործել, չի կարող խորան բարձրանալ։ Հիմա եթե մենք զուտ իրավունքի աչքերով նայենք, սա խտրական վերաբերմունք է, բայց բնականաբար եւ միջազգային իրավունքը եւ Հայաստանի Հանրապետության իրավունքը այդպես չի նայում, որովհետեւ սա պետության գործը չէ։ Հիմա ինչ է տեղի ունեցել, տեսեք, հայցյապահման միջոց են կիրառել դատարանը եւ այսպիսի որոշում է կայացրել դատավորը։ Արգելել պատասխանող հայ առաքելական սուրբ եկեղեցուն եւ այլ անձանց իրականացնել որևէ գործողություն, որը կարող է որևէ կերպ խոչընդոտել Արման Սարոյանի որպես թեմի առաջնորդ լիազորությունների իրականացմանը, այդ թվում ֆինանսական հաշիվների տնօրինումը։ Հիմա խնդիրը կանում է նրանում, որ դատարանը դատավոր Էդգար Հովհաննիսյանի նախագահությամբ ըստ էության համարել է, որ սա աշխատանքային վեճ է եւ նման հայցյապահման միջոց է կիրառել։ Դատական նիստերից մեկի ժամանակ, եւ ես նույն դատավորին հարց եմ տվել, որ քանի իր աշխատանքային վեճերով, որը քննել է բազմաթիվ անգամ, երբևէ եղել է, որ հայցյապահման միջոց կիրառի, նա ժխտեց։ Եվ ասեմ, գործնականում հայցյապահման միջոց չեն կիրառում աշխատանքային վեճերով։ Ինչու՞, որովհետև աշխատանքից ազատված աշխատակցին հետագայում դատանը կարող է վերականգնել, իսկ եթե չի էլ կարող վերականգնել, ապա դրա համար աշխատանքային օրենսգիրքը դրամական տուգանք է սահմանել։ Հետևաբար այդ հարցը կարգավորված է, չի կարելի աշխատողին ազատելուց հետո թույլ տալ, որ նա տնօրինի իր պաշտոնից բխող, ասենք, գործառույթները։ Եվ այս առումով դատարանը նայեք ինչ վատ վիճակ է ստեղծել հայ առաքելական սուրբ եկեղեցու համար։ Հիմա Արման Սարոյանը, որը ինչպես գիտեք նաև չի հանդիսանում հոգևորական, որովհետև կարգալուց է հռչակվել, Արման Սարոյանը այսօր բանկային հաշիվներով գործարքներ է կատարում։ Դատարանի որոշման եւ հարկադիր կատարողի կամայական մեկնաբանության հիման վրա։ Ավելին, Ամենայն Հայոց կաթողիկոսը, երբ որ նրան զրկել էր պաշտոնից, նաև դադարեցրել էր նրա լիազորությունները բանկում։ Եվ հարկադիր կատարողը ինքը կատարողական վարույթի օրենքի կամայական մեկնաբանությամբ ինքն է լիազորել Արման Սարոյանին, որպեսզի նա բանկում գործարք կատարի։ Այսինքն հարկադիր կատարողը իրեն դրել է Ամենայն Հայոց կաթողիկոսի տեղը եւ նման լիազորություն է տվել։ Եվ այսօր Արման Սարոյանը այդ բանկային հաշիվներին մատչելիություն ունի, ավելին կառավարում եւ տնօրինում է, չունենալով դրա իրավունքները։ Պետք է տեղեկացնել, որ ապրիլի 1-ի դրությամբ արդեն ավելի քան 15 միլիոն դրամ նա այդ հաշիվներից դուրս էր հանել եւ այդ հաշիվներում էլ բազմաթիվ դրամական միջոցներ կան, որոնք մենք մտահոգություն ունենք, որ նա կարող է վատնել։ Մենք դատարանին խնդրել ենք հայցի ապահովումը վերացնել թվարկածս պատճառաբանություններով, դատարանը մերժել է։ Այնուհետև հակընդդեմ ապահովում ենք կիրառել, տեղեկացնեմ, որ դա պատասխանողին տրված իրավական գործիք է, տրամաբանությունը հետևյալում է, եթե կիրառված է հայցի ապահովման միջոց եւ դրա արդյունքում կարող է պատասխանողը վնաս կրել, իսկ հայցի ապահովման միջոց կիրառել դա դեռ չի նշանակում, որ հայցվորը ճիշտ է։ Եվ շատ դեպքերում բնականաբար հայցը մերժվում է դատարանի կողմից։
Հակընդդեմ ապահովման դեպքում դատարանը պարտավորեցնում է հայցվորին բերել որոշակի դրամական միջոց եւ մուծել դատանի դեպոզիտ, որpիսի երբ հայցը մերժի եւ պարզի որ պատասխանողը վնասներ է կրել, ապա պատասխանողը կարողանա հատուցել իր վնասները։ Մենք միջնորդել ենք դատարանին հակընդդեմ ապահովում կիրառել, բերել ենք բանկից ապացույցներ, որ արդեն 15 միլիոն դրամից ավել նա ելքագրել է հաշվից, բերել ենք նաեւ ապացույցներ, որ բանկում կան մեծ դրամական միջոցներ, որոնց նույնպես նա հասանելիություն ունի, եւ խնդրել են կիրառել հակընդդեմ ապահովում։ Պարզ է, որ դա էլ է մերժվել դատարանի կողմից։ Այս առումով նույնպես դատավոր Էդգար Հովհաննիսյանը, որը գիտեք նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է, հերթական անգամ ապացուցեց իր կողմնակալ լինելը եւ Արման Սարոյանի, այսպես ասեմ, ցանկությունները կատարելը։ Այս ընթացքում իրեն շատ, ոնց ասեմ, ակնհայտ ապօրինի պահեց հարկադիր կատարման հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։ Ուրեմն այս ընթացքում նրանք սպասարկել են Արման Սարոյանի ՔՄ հաճույքները։ Պատկերացրեք, Արման Սարոյանը ամեն առիթով նամակ է գրում, ասում է օրինակ Facebook-յան էջ եմ բանցել, խնդրում եմ արգելեք։ Հարկադիր կատարողը կարծես դարձել է Արման Սարոյանի անձնական աշխատակիցը։ Այս առումով նամակներ են գրում, ահաբեկում են հոգևորականներին։ Ես ուզում եմ նաև ձեզ ցույց տալ մի հետաքրքիր փաստաթուղթ։ Ուրեմն տեսեք, Արման Սարոյանը, որը իբրև հոգևորական է հանդես գալիս, հարկադիր կատարողին դիմելուց, օրինակ ստորագրում է Արման Սարոյան է գրում, ստորագրում է ոնց որ թե ՍԱ եւ ես դա կտրամադրեմ լրագրողներին։ Այսինքն ոչ թե որպես հոգևորական։ Չէ, ինքը Արման Սարոյան է դիմում եւ ստորագրությունն էլ տեսեք ինչպես է։ Ուրեմն այնուհետեւ նա այդ նույն այսպես ասեմ, բանկա, չէ, անձի երկվության այդպիսի բանկա։ Ուրեմն այնուհետեւ նա տնօրինություն է ընդունում, իբրև արդեն եպիսկոպոս, ստորագրում է այլ ստորագրությամբ։ Գևորգ է այստեղ գրված։ Մի քանի օրվա տարբերությամբ։ Այո։ Այսինքն նա հարկադիր կատարման ծառայությունում հանդես է գալիս որպես Արման Սարոյան, այլ ստորագրությամբ, իսկ սա ես կթողնեմ լրագրողներին։ Սա նույնպես խոսում է, տեսեք, սա նույնպես իր կողմից ապացույց է այն բանի, որ այստեղ մի բան այն չէ։ Չի կարող աշխարհիկ հագուստով հոգևոր հարցերը, ներքին հարցերը լուծել։ Դա հնարավոր չէ, որովհետև չի կարելի եկեղեցական պաշտոնից ազատել, նշանակելը, եկեղեցական կարգավիճակից զրկել կամ շնորհելը չի կարող դատարանում ստուգման առարկա դառնալ, դա բացառվում է։ Եվ հարկադիր կատարողը ի թիվս այլ գործողություններ ինչ է անում, տեսեք, ամեն անգամ երբ որ նամակներ է գրում, ընդ որում Հայ Ռուբենի նույնպես նամակներ է գրում, ահաբեկում են հարկադիր կատարողները, մյուս հոգևորականների նույնպես, պարտադիր տակը գրում են, թե չէ քրեական պատասխանատվության կենթարկենք։ Դուք գիտեք, որ Վերապար Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում են հարուցել, այս մասին էլ ասեմ եւ այնուհետեւ Հայ Ռուբենը կարծում եմ կմիանա։ Տեսեք, ինչ են արել։ Երբ որ ամենայն հայոց կաթողիկոսը կարգալույց հռչակեց Արման Սարոյանին, իրենք դա համարեցին, որ դա իբրև խոչընդոտում է դատական ակտի կատարմանը։ Մինչդեռ պաշտոնից ազատելը եւ կարգալույց հռչակելը դրանք տարբեր բաներ են։ Որովհետեւ նա հոգեվորական կարգավիճակից նա պաշտոն է։ Եվ չէր կարող օրինակ, նույնիսկ եթե համարենք, որ այդպիսի վեճ կա, վեճը չէր կարող ամբողջությամբ արտոնություն տալ, ինդուլգենցիա անել, ասենք, Արման Սարոյանին, որ ինչ ուզի անի, եւ Վերապար Հայրապետը նրա վարքին չի կարող անդրադառնալ։ Այդպիսի բան չէր կարող լինել եւ բնականաբար ինչ արեցին, քրեական հետապնդում հարուցեցին ամենայն հայոց կաթողիկոսի, 6 եպիսկոպոսի եւ 1 քահանայի նկատմամբ։ Ընդորում սա խայտառակ գործ էր եւ ասում եմ, սա պատմական մեր ամոթի օրներ, երբ որ նման գործընթացով իրենք գնացին առաջ, ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ խափանման միջոց կիրառեցին։ Ես ուզում եմ այդ մասով էլ քննիչի մեր վերումների մասին խոսել, որովհետև ուրեմն քննիչը Վերապար Հայրապետի նկատմամբ կիրառել է բացակայությունների արգելքը,
Հիմա իր հիմնավորումը մեջ կբերեմ դատանի այն որոշումից, որտեղ հիշում եք դրա մասին հրապարակում եղավ, դատարանը ըստ էության որոշել էր եւ պարտավորեցրել էր, որպեսզի վերացնեն Ամենայն Հայոց կաթողիկոսի իրավունքի խախտումը։ Քննիչը կիրառել էր, ես բողոքարկել էի դատախազին, դատախազը մերժել էր, այնուհետև դատավոր Անի Դանելյանը որոշում էր կայացրել բողոքը բավարարելու մասին։ Ես այս մասը կուզենայի մեջ բերել, որպեսզի դուք տեսնեք նաև քննչական մարմնի, ես կարծում եմ ուզիչ բառ չեմ ուզում ասեմ, ակնհայտ անհիմն եւ ապօրինի մեկնաբանությունը։ Տեսեք, բացի այդ խափանման միջոցը կիրառելիս, սա քննիչի որոշման մեջբերումն է եւ դատանի որոշումից է մեջբերում։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ քննությամբ ձեռք բերված տվյալները բավարար են ենթադրելու, որ մեղադրյալ Գարեգին Բ. Ներսիսյանը կարող է դիմել փախուստի, օգտագործելով անձը հաստատող փաստաթուղթը, մասնավորապես համաձայն Գարեգին Բ. Ներսիսյանի սահմանահատումների պատմության, նա տարիներ շարունակ պարբերաբար լքել է ՀՀ տարածքը եւ վերադարձել, օգտագործելով իր անձը հաստատող փաստաթուղթը, ինչը բավարար հիմք է հանդիսանում ենթադրելու, որ վերջինս կարող է լքել ՀՀ տարածք եւ այլևս չվերադառնալ։ Ընդ որում, սա իրենք ասում են մի հանցագործության մասով վերագրվող, որի համար, քանի որ սա ըստ էության առաջին անգամ է վերագրվում անձանց, սրա համար չի կարող ազատազրկում տրվել։ Այսինքն Ամենայն Հայոց կաթողիկոսը ըստ քննիչի կարող է փախուստի դիմել եւ որպես ապացույց կիրառել է, փաստորեն օգտագործել է սահմանահատումների այդ հարուստ պատմությունը։ Դատարան ինչ է ասում։ Դատարանը արձանագրում է, որ սահմանահատումների հարուստ պատմություն ունենալը եւ պարբերաբար Հայաստանի տարածքը լքելու հանգամանքը ինքնին սույն դեպքում չի կարող վկայել անձի կողմից փախուստի դիմելու հավանականության մասին։ Վերաբերելի փաստական տվյալ այն պայմաններում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու գլուխ ընտրված Ամենայն Հայոց կաթողիկոսին։ Վերջին դիրքորոշման համար դատարանը նկատի է ունենում այն, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի։ Ուրեմն նրա բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում։ Իսկ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին որպես ազգային եկեղեցի գործում է նաեւ այլ երկրներում եւ գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո, միջազգային իրավական նորմերին համապատասխան։ Այլ խոսքով, նաեւ այլ երկրների տարածքում գործունեության ծավալող ենթադրող ազգային եկեղեցու առաջնորդի կողմից Հայաստանի սահմանը պարբերաբար հատելն ինքնին որպես նրա կարգավիճակից բխող օրինաչափություն չի կարող փաստական հիմնավորում ծառայել փախուստի դիմելու հավանականության վերաբերյալ ենթադրություն կատարելու համար։ Հիմա տեսեք քննիչի որոշման մեջ պատճառաբանությունը եւ ես շատ ուրախ եմ, որ այսպիսի դատավորներ էլ ունենք, որոնք կարողանում են ճշմարտությունը իրենց դատական ակտի մեջ արձանագրել։ Սա իհարկե ամոթալի վերաբերմունք է քննչական մարմնի կողմից։ Եվ տեսեք, այս գործով նաեւ ինչ զարգացումներ ունենք։ Իրենք փաստորեն տեսնելով, որ բոլոր դեպքերում չեն կարող այս մեղադրանքը հաստատել եւ ուղարկել դատարան, որովհետեւ որևէ հիմք չկա եւ վերապար հայրապետը դատական ակտի խոչընդոտման հետ որևիցե կապ չունի։ Ուրեմն ինչ են արել։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցրել են, որովհետեւ իրենք սահմանափակված են 4-ամյա ժամկետով, իրենք ժամկետը կասեցրել են, այսպես հետաձգել են եւ Ներողություն, ես հիմա ցույց տամ։ Քրեական հետապնդման ժամկետը կասեցնելու մասով ինչ են ասել։ Ասել են մենք միջազգային հարցում ենք կատարել, սպասում ենք պատասխանի եւ այդ պատճառով մենք ժամկետը կասեցնում ենք քրեական հետապնդման։ Այնուհետև երբ մենք խնդրել ենք տրամադրել մեզ այդ միջազգային հարցման օրինակը, որպեսզի բողոքարկենք այդ որոշման դեմ, ասել են դա նախաքննական գաղտնիք է, բայց խնդիրը կանում է նրանում, որ ուրեմն Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի դատարանի դատական ակտը կատարել չկատարելու հետ կապված հարցով նախաձեռնված քրեական վարույթով չի կարող միջազգային որևէ այլ հարթակում տեղեկությունը հիմք հանդիսանալ այս քրեական վարույթի համար։ Սա նույնպես խոսում է նրանց ակնհայտ ապօրինի դիրքորոշման մասին եւ բնականաբար Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ հոգեվոր վերնախավի նկատմամբ քրեական հետապնդման նրանց մասին։ Այսքանը համառոտ փորձեցի ներկայացնել, եթե հայ Ռուբենի խոսքից հետո հարցեր կլինեն